Հանուն Հոր և Որդու և Ոգու Սրբու, ամեն։ Մայրն է մեր եկեղեցին և հայրն է Աստված, որովհետև բոլորս ծնվում ենք Սուրբ Մկրտության ավազանից, ինչպես ծնվել և աշխարհ ենք եկել մեր ծնողներից։ Եվ ինչպես առաջինն է մարմնավոր ծնունդը և երկրորդ հոգևոր, բայց հոգևոր ծնունդը ավելի պատվական է, քան մարմնավոր ծնունդը, որտեղ այս աշխարհ ենք գալիս ու ժամանակավորապես ապրում մարմնավոր ծննդյամբ, իսկ հոգևոր ծննդյամբ այն աշխարհի ժառանգորդ ենք դառնում երկնքի արքայության և ապրում հավիտենական։ Մարմնավոր ծննդյան գործերն են աշխատանքը, հոգնությունը, չարչարանքը, նեղությունը, հոգևոր ծննդյան գործեր են աղոթքը, երանությունը, երջանկությունը, հավիտենականությունը։ Եվ մարմնավոր ծննդյամբ ցավով ու վշտով ենք գալիս, բայց հոգևոր ծննդյամբ, երանությամբ ու երջանկությամբ ենք այս աշխարհ գալիս ու հավիտենականությունն ենք ժառանգում։ Եվ այս հոգևոր ծննդյան գործերն են աղոթք, պահք, ողորմություն, արդարություն, կուսություն, սրբություն և կատարյալ իբրև ամբողջություն, կուսությունն է գովերգվում միշտ Սուրբ գրքում և եկեղեցու սուրբ հայրերի կողմից, որովհետև դրախտային երանության վիճակն է մեզ պարգևում վերադարձնում հավիտենական դրախտի կյանքին։ Ինչպես Ադամն ու Եվան ստեղծված էին միմյանց համար, բայց ոչ մարմնավոր ցանկության համար, այլ հոգևոր երանության համար։ Եվ մերկ էին ու չէին ամաչում։ Եվ նրանց բազմացումը ոչ թե այս անասնական մարմնավոր ճանապարհով պետք է լիներ, այլ լիներ հոգևոր, ինչպես եկեղեցու սուրբ հայրերն են ասում, ինչպես Սուրբ Աստվածածինը անսեր մնողությամբ և անապական ծննդյամբ լույս աշխարհ բերեց մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին, կամ մեկ ուրիշ կերպով, ինչը մեզ հայտնի չէ։ Այս երանական կուսության աստիճանը ունեն հրեշտակները, ինչպես Քրիստոս է ավետարանում ասում, երկնքի արքայության մեջ ոչ կին են առնում, ոչ էլ մարդու են գնում, այլ կլինեն հրեշտակների նման, որ հավիտենական ուրախությունը կվայելեն, կլինեն անհոգ, անաշխատ, զավակների համար հոգս չեն անի, այլ զավակներ իրենց համար հոգս կանեն, որտև երբ մենք պահք ենք պահում, աղոթք ենք անում, ողորմություն ենք անում, սրանք մեր հոգևոր զավակներն են, մեր առաքինություններն են, և ոչ թե մենք ենք նրանց համար մտահոգվում, այլ իրենք են մեր հոգսը կրում, որտև պահքը պահպանությունը մեզ պահում է, աղոթքը կենդանությունը մեզ կենդանացնում է, ողորմությունը վարձք է մեզ հավիտենական երկնքի արքայության մեջ է պարգևվում։ Այսպիսի սքանչելի է հոգևոր երանությունը, ուրախությունը, կատարյալ սրբությունը, որ արվեստների արվեստն է, ասում են եկեղեցու սուրբ հայրերը։ Ամեն տեսակի մյուս արվեստ չի կարող հասնել այս կատարյալ արվեստին, այս սքանչելի վիճակին, ուրախությանն ու երջանկությանը, որ այսօրվա տոնելի սուրբերը սուրբ գայանյանք պահեցին և ընտրեցին հավիտենական երկնքի ուրախությունն ու երջանկությունը, ոչինչ համարեցին այս աշխարհի սերը ու փառքը և գտան անհոգություն, գտան խաղաղություն, որովհետև սրբությունը ու կուսությունը սրտի սրբությունն է, ինչպես Քրիստոս ավետարանում ասում է, եղանի սրտով մաքուրներին, որտև նրանք Աստծուն պետք է տեսնեն։ Սրտի սրբությունը աստվածային հայելի է, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, որտև մեր հոգին, մեր սիրտը Աստծո պատկերով ու նմանությամբ է ստեղծված
եւ որքան անաղարտ է մեր սրտի հայելին, որքան մաքուր ու ջույնջ է մեր հոգին, այնքան Աստծո պատկերը ավելի լավ է երևում։ Եվ ինչպես հայելիով արեգակի ճառագայթները մենք կարող ենք վերցնել ու ուղղորդել որ կողմը ուզենանք եւ լուսավորել ու ջերմացնել որտեղ որ ուզենանք, այդպես էլ սուրբ սրտերը արեգակնային ճառագայթների հայելի լինելով ուղղորդում են այն կողմը որտեղ ուզենան եւ ճառագայթում ու լուսավորում ու ջերմացնում են շատ մարդկանց սրտերը։ Եվ սրանք եղան Սուրբ Գայանեն, Սուրբ Հռիփսիմեն եւ մյուս Սուրբ կույսերը, որոնք դարձան աստվածային սիրո բնակարան, Սուրբ Հոգու ճառագայթների հայելի, այնքան լույս իրենց մեջ ընդունեցին, որ ճառագայթեցին ողջ հայոց երկրի վրա եւ լուսավորեցին շատ սրտեր, թե իրենց կենդանության օրոք եւ թե իրենցից հետո եւ մինչ օրս։ Նրանց վարքը, նրանց սրբությունը, նրանց աղոթքները այսօր կենդանի են։ Նրանց նշխարները այսօր մեզ կենդանացնում են, զորություն են տալիս, հիվանդություններին, ցավերին բժշկություն են տալիս եւ աղոթքի զորություն են պարգևում։ Այսպիսին է սրբությունը ու կուսությունը։ Բայց երեք տեսակի է սրբությունը։ Կա որ մարմնով եւ հոգով է սուրբ, ինչպես Սուրբ Գայանյանք եւ Սուրբ Հռիփսիմյանք, որ կատարելապես սրբություն պահպանեցին, թե մարմնով էին կույս եւ թե հոգով, մտքով, սրտով իրենց ամբողջ կյանքում պահեցին այդ սրբությունը։ Կա որ թեպետ մարմնով կույս չէ, բայց հոգով միշտ կույս է։ Ինչպես նահապետները, Աբրահամը, ինչպես մեր Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորիչը, որ ամուսնացավ, որդիներ ունեցավ, բայց կուսության աստիճանի է, որովհետև այնքան սուրբ կյանքով ապրեց, նրա ամբողջ կյանքը սրբություն էր։ Եվ երրորդ, կա որ թեպետ մարմնով կույս է, բայց ոչ հոգով։ Այս կույսերին եկեղեցին չի ընդունում, ինչպես հիմար կույսերին, որոնք թեպետ մարմնավոր կուսությունը պահեցին, բայց հոգևոր կուսությունը, իրենց հոգու լապտերը վառ չպահեցին, ողորմության յուղը չլցրեցին նրա մեջ, աղոթքի ձեթը չավելացրեցին եւ այդպես հանգեց նրանց կուսության լապտերը։ Չլինենք մենք այդպես, լինենք, եթե կարող ենք հոգով եւ մարմնով կույս, եւ եթե չենք կարող, ապա միայն գոնե հոգով կույս լինենք եւ կնմանվենք Սուրբ Գայանանց եւ նրանց հետ էլ հավիտենական երկնքի արքայությունը կժառանգենք։ Ամեն։